Հայաստանում կրկին մի միջադեպ, որը ստիպում է բարձրաձայն հարց տալ. արդյոք խոսքը ընդամենը մեկ քրեական դեպքի մասին է, թե սա ավելի խորքային գործընթացների հերթական դրսևորումն է։ Մահափորձ, բազմաթիվ կրակոցներ, ռուսական համարանիշներով ավտոմեքենա և գործ, որը ակամա կապվում է 1 տարի առաջ տեղի ունեցած աղմկարույց սպանության հետ։ Այս տեսանյութում մենք չենք հնչեցնի մեղադրանքներ, չենք զբաղվի ասեկոսեներով, այլ կփորձենք լուրային, փաստական ձևով ներկայացնել այն, ինչ այս պահին հայտնի է և հասկանալ, ինչ հարցեր են մնում բաց։ Ըստ Արմլուր-ԱՄ-ին հասած նախնական տեղեկությունների, մահափորձը իրականացվել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի, Ռուստամ Ստեփանյանի հորուղությամբ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ կրակոցները իրականացրել են 2 անձ, և նախնական տվյալներով գործադրվել է 2 հրազեն։ Հրազենի կիրառումը, կրակոցների քանակը և գործողության կազմակերպված լինելը միջադեպը դարձնում են առանձնահատուկ ուշադրության արժանի։ Մահափորձի ընթացքում արձակվել է մոտ 11 կրակոց։ Կարևոր է ընդգծել, այս տվյալները նախնական են և ենթակա են ճշգրտման քննության ընթացքում։ Շամշյանը դեպքի վայրից հայտում է լրացուցիչ մանրամասներ, որոնք ամբողջացնում են պատկերը։ Ըստ այդ տեղեկությունների, դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանությունները հայտնաբերել են ռուսական համարանիշներով Toyota մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վարորդի կողային դռան վրա արձանագրվել են մոտ 9 կրակոցի հետքեր, իսկ մեքենայի հարակից տարածքում հայտնաբերվել են կրակված պարկուշներ։ Այս հանգամանքը վկայում է, որ կրակոցները կատարվել են ոչ թե պատական, այլ նպատակային և ինտենսիվ ձևով։ Առաջին հայացքից կարող էր թվալ, որ խոսքը հերթական քրեական միջադեպի մասին է, սակայն դեպքը լայն արձագանք ստացավ այն պատճառով, որ թիրախը հանդիսացել է անձը, որը անմիջական կապ ունի արդեն իսկ հայտնի քրեական գործի հետ։ Այս պահին քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը, Ռուստամ Ստեփանյանը գտնվում է կալանքի տակ։ Նա մեղադրվում է 1 տարի առաջ տեղի ունեցած քրեական հեղինակություն Ֆազի սպանությունը կազմակերպելու մեջ։ Եվ հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը, որը քննարկվում է թե մեդիայում, թե հանրային դաշտում։ Արդյոք այս մահափորձը կարող է կապ ունենալ Ֆազի սպանության հետ։ Արդյոք սա վենդետայի դրսևորում է, թե գոյություն ունի այլ շարժառիթ, որը դեռևս հայտնի չէ հանրությանը։ Լրատվամիջոցները նշում են, որ այս հարցի պատասխանը պետք է տա միայն քննությունը։ Այս փուլում չկա որևէ պաշտոնական հաստատում, որը միջադեպը ուղղակիորեն կապ ունի նախորդ աղմկարույց սպանության հետ, բայց կապի հավանականությունը չի անտեսվում նաև լրատվական դաշտում։ Այս պահին դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները, քննչական գործողությունները շարունակվում են, պաշտոնապես չի հաղորդվում, կան արդյոք ձերբակալվածներ, ինչ ուղղություններով է ընթանում քննությունը և ինչ վարկածներ են առավել առաջնային։ Սա բնական է նման դեպքերի համար, քանի որ նախաքննության շահերից ելնելով տեղեկատվության մի մասը չի հրապարակվում։ 1 տարի առաջ հանրային մեծ արձագանք ստացավ քրեական հեղինակություն Ֆազի սպանության գործը։ Այս դեպքը սկզբից ի վեր համարվեց բարդ, բազմաշերտ և զգայուն քրեական գործ, քանի որ այն առնչվում էր քրեական աշխարհի տարբեր շերտերի միջև հնարավոր հակասություններին։ Ֆազի սպանության գործը իրավապահ մարմինները առաջ քաշեցին մի շարք վարկածներ, իսկ քննության ընթացքում գործը ստացավ առանձնապես կարևոր նշանակություն։ Կարևոր է հիշեցնել, մինչև այսօր դատարանը վերջնական դատավճիռ չի կայացրել, և գործում բոլոր անձինք համարվում են անմեղ, մինչև մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով։ Ըստ հրապարակված տեղեկությունների, քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը այս պահին գտնվում է կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու համար։ Այս հանգամանքը ինքնին գործը դարձնում է ոչ միայն քրեական, այլ նաև հանրային ուշադրության կենտրոնում գտնվող թեմա։ Սակայն կրկին ընդգծենք, մեղադրանքը դեռևս դատավճիռ չէ, և գործի վերջնական հանգուցալուծումը կախված է դատարանի որոշումից։ Այն փաստը, որ մահափորձը իրականացվել է ոչ թե անմիջապես կալանքի տակ գտնվող անձի, այլ նրա հոր նկատմամբ հարցեր է առաջացնում մի քանի ուղղությամբ։ Լուրերի դաշտում քննարկվում է, որ նման դեպքերում հաճախ խոսվում է ճնշման փորձի մասին, հաշվեհարդարի հնարավոր դրսևորումների մասին կամ անձնական ու խմբային հակասությունների խորացման մասին։ Սակայն այս բոլորը այս պահին մնում են քննարկման մակարդակում, քանի դեռ քննությունը պաշտոնապես չի հաստատել որևէ վարկած։ Արմլուրը իր հրապարակման մեջ բարձրացնում է կարևոր հարց. արդյոք տեղի ունեցածը կարող է լինել վենդետայի դրսևորում։ Վենդետան, որպես հասկացություն, հաճախ օգտագործվում է այն դեպքերում, երբ նախորդ բռնարարքից հետո կատարվում է պատասխան գործողություն, սակայն իրավապահ դաշտում այս տերմինը չի կարող կիրառվել առանց հստակ ապացույցների։ Այդ իսկ պատճառով իրավապահ մարմինները խուսափում են նման եզրույթների օգտագործումից մինչև քննության ավարտը։ Նման միջադեպերը ցույց են տալիս մի կարևոր հանգամանք։ Նույնիսկ տարիներ անց մեկ քրեական գործը կարող է ունենալ շարունակություն կամ անդրադարձ,
Դա նշանակում է, որ որոշ հակասություններ չեն մարում միայն մեկ ձերբակալությամբ կամ գործի հարուցմամբ, հենց այս պատճառով էլ իրավապահ համակարգի համար առանձնապես կարևոր է ոչ միայն բացահայտել կոնկրետ դեպքը, այլ նաև կանխել դրա հնարավոր շարունակությունները։ Հասարակության համար նման դեպքերը բնականաբար առաջացնում են հուզական արձագանք, սակայն լուրային դաշտում կարևոր է պահպանել մի սահման, չանցնել ենթադրություններից դեպի պնդումներ, չմեղադրել առանց դատական որոշման և չխաթարել անմեղության կանխավարկածը։ Այս տեսանյութի նպատակը ոչ թե դատելն է, այլ տեղեկացնելը։ Այս փուլում իրավապահ մարմինների առջև կանգնած է մի քանի առանցքային խնդիր, որոնց լուծումը կարող է ամբողջությամբ փոխել գործի ընթացքը։ Նախ, անհրաժեշտ է պարզել, ինչպես և որտեղից են շարժվել կրակողները, ինչ դեր է ունեցել հայտնաբերված ռուսական համարանիշներով ավտոմեքենան և արդյոք այն անմիջականորեն կապ ունի դեպքի հետ։ Երկրորդ կարևոր հանգամանքը կրակոցները քննական ու գործադրված հրազենի թիվը։ Ըստ նախնական տվյալների գործադրվել է 2 հրազեն, ինչը կարող է վկայել նախապես ծրագրավորված գործողության մասին, սակայն կրկին ընդգծենք, սա չի նշանակում վերջնական եզրակացություն, քանի դեռ չկա պաշտոնական հաստատում։ Ամենաշատ քննարկվող հարցերից մեկը մնում է նույնը. արդյոք այս մահափորձը ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունի Ֆազի Սերգեյ Գրիգորյանի սպանության հետ։ Քննությունը կարող է դիտարկել մի քանի ուղղություն՝ նախկին քրեական հակասությունների շարունակություն, անհատական շարժառիթ, ճնշման կամ ազդակ ուղարկելու փորձ կամ ամբողջությամբ այլ պատճառ, որը դեռևս հանրությանը հայտնի չէ։ Այս բոլոր վարկածները քննարկվում են միայն տեսական մակարդակում, միայն քննության ավարտից հետո կլինի հնարավոր ասել՝ կա արդյոք կապ այս երկու գործերի միջև, թե դրանք ընդամենը ժամանակային համընկնում են։ Նման դեպքերում լրատվամիջոցների դերը հատկապես մեծ է։ Մի կողմից հանրությունը իրավունք ունի իմանալու, մյուս կողմից յուրաքանչյուր անճիշտ կամ շտապ եզրակացություն կարող է ազդել թե քննության, թե մարդկանց կյանքի վրա։ Հենց այդ պատճառով է, որ լուրերի ներկայացման մեջ առանձնատու կարևորություն ունի չեզոք լեզուն, ճշգրիտ ձևակերպումներ և քննությունը պարզում է սկզբունքը։ Այս միջադեպը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ չլուծված կամ կիսատ մնացած ծանր քրեական գործերը կարող են տարիներ անց կրկին հայտնվել օրակարգում։ Դա ցույց է տալիս, որ հասարակության անվտանգության համար միայն մեկ գործի բացահայտումը բավարար չէ, եթե համակարգային խնդիրները չեն վերացվում։ Այս պահին կարող ենք արձանագրել միայն մի բան. Հայաստանում տեղի ունեցած այս մահափորձը դեռևս ունի շատ ավելի հարցեր, քան պատասխաններ, կրակոցներ, վնասված ավտոմեքենա, կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն և 1 տարի առաջ տեղի ունեցած աղմկարույց սպանություն։ Արդյոք սա վենդետա է, արդյոք սա անցյալի ստվերների վերադարձն է, թե բոլորովին այլ պատմություն, որի մասին դեռ ոչինչ չգիտենք։ Այս հարցերի պատասխանները կարող են տալ միայն իրավական քննությունը, ոչ թե ենթադրությունները կամ հույզերը։ Մենք շարունակելու ենք հետևել զարգացումներին և տեղեկացնել ձեզ միայն հաստատված պաշտոնական տվյալների հիման վրա։ Եթե ձեզ հետաքրքրում են իրական, լուրային և փաստերի վրա հիմնված նյութերը, մնացեք մեզ հետ։